Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը փետրվարի 19-ը Հայաստանի գրողների միության ու կառավարության համատեղ որոշմամբ 2008 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու տոն։ Մտերիմ մարդուն գիրք նվիրելը օրվա սիրելի ավանդույթներից է։ Վերջին անգամ ինձ գիրքը նվիրել 2025 թվականին, ու հենց այդ հրատարակչության էր գիրքը 2025 թվականի, Կապան համայնքի մասին էր, բնորոշում էր մեր պատմությունը, մեր գեղատեսիլ վայրերը։ Ես չեմ նախընտրում սովորական մարդկանց տալ հենց գիրք, այսինքն ավելի լավ է տվյալ մասնակցության ինչ-որ մարդու, օրինակ ֆիթնես մարզիչին, ֆիթնեսի ինչ-որ մասին գիրք տալ, կոնկրետ իր բնագավառում, որպեսզի նա ավելի զարգացնի իր հմտությունները։ Թումանյան ծննդյան օրն է, ես գիրք եմ ստանալու։ Գիրք նվիրելու նպատակը ընթերցանության հանդեպ սերը հաջորդ սերունդներին փոխանցելն է, նոր գիտելիքներ ու հույզեր պարգևելը։ Այս օրը հիշեցնում է ավելի հաճախ ընթերցելու կարևորության մասին։ Ծանոթներս գիրք են նվիրում, իրակ են գալի գիրք նվիրեմ, իրակ արդեն գիտեն գրքի տոնը և գիտեն թե ինչ է ատա գրքի տոնը, ասմա ոչ թե գրքի տոնը, Հովհաննես Թումանյանի տոնն է։ Մենք հիշում ենք իրան, այնքը մեր մանուկների մեզ բարեկամն է, հեռախոսով են, բանով են իրան գրքերը կարդում, կամպյուտերով են կարդում, ցես թերթելը չկա։ Նյումեգ հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի խոսքով գիրք նվիրելու ավանդույթը շարունակում է պահպանվել հատկապես երիտասարդների շրջանում։ Գրական փառատոնների ժամանակ էլ նկատում ենք, որ մարդիկ գալիս են այդ հատուկ օրերի ժամանակ, անկախ նրանից կլինի դա պաշտոնապես գիրք նվիրելու տոն, թե ոչ, այլ կլինի սեզոնային փառատոն, գալիս են եւ այսպես ասած տոպրակներով ծանր հեռանում են, իսկ դա շատ ուրախալի եւ ոգևորող պատկեր է մեզ համար եւ տեսնում ենք հատկապես, որ գրքերի իրենց մեծ պաշարի հետևից գալիս են երիտասարդները։ 2025-ին Նյումեգը, Կապան և Քաջարան համայնքների գրադարանները համալրել է 500-ական նոր գրքերով։ Այս գործում հանքարդյունաբերական հսկան նշանակալի դեր է ունեցել։ Կապան եւ Քաջարան համայնքներում պղնձամոլիբդենային կոմբինատը եղավ այս նախաձեռնության գլխավոր գործընկերը եւ մենք շատ ուրախ ենք, որ մեր սինեցի ընթերցողներին հնարավորություն ունեցանք հասցնելու մեր նորանուն հրատարակությունները, սիրելի բեսթսելերները եւ շատ կարեւոր նաեւ մասնագիտական մոտիվացիոն գրականությունը, որը վստահ եմ մարզի երիտասարդներին կօգնի, որպեսզի կարողանան ճիշտ մասնագիտական ընտրություն կատարել, զարգանալ իրենց ընտրած արդեն մասնագիտության մեջ եւ առհասարակ կնպաստի ընթերցանության եւ կրթության զարգացմանը։ Նախորդ տարի մարզկենտրոնում անցկացվեց նաև գրքի Երևանյան միջազգային փառատոնը, որը եւս մեկ անգամ համախմբեց գրքասերներին։ Իսկ Նյումեգը նպատակ ունի շարունակել նախաձեռնությունը եւ մարզային բոլոր գրադարանները համալրել այնպիսի գրքերով, որոնք հասանելի չեն Երևանից դուրս։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։